Նիկոլ Փաշինյանի որպես խորհրդական նախ վերջի խորհուրդը ինչ եք տվել իրեն եւ արդյոք խորհրդակցել է նաեւ ձեր հետ ձեր տեսակետը հարցրել է եկեղեցու վերաբերյալ իր դիրքորոշումներ իր ասած ճանապարհային քարտեզով գնալու շուրջ։ Գիտեք ինչ, եկեղեցու վերաբերյալ ես այդ հարցի շուրջ խոսեմ ձեզ հետ եւ խոսել եմ, ուղղակի կհիշեցնեմ, թարմացնեմ։ Չէ, մենք եկեղեցու հետ կապված առաջանքով ենք 21 թվականին չէ, բացեք մամուլը, երբ որ դեռ խոսքը գնում էր հայ եկեղեցու պատմություն առարկայի մասին, ես որպես նախարար շփվել եմ եկեղեցու համապատասխան հանձնախմբի հետ, հանձնախմբում ներկա էին, ես այսօրվա պես հիշում եմ, Արշակ Սրբազանը, Միքայել Աճապարյանը, Շահեն Կարամանուկյանը, երեք կրթական հարցերով մեր ոգևոր ներկայացուցիչներից, անունը հիմա կարող է սխալվել, եւ ներկա էր այդ հանդիպմանը համալսարանի այն ժամանակվա մեր աստվածաբանության դեկան Անուշավան Սրբազան։ Եվ մենք քննարկել ենք ես անձամբ։ Այս հարցով ես հանդիպում եմ ունեցել, եթե չեմ սխալվում, 2 անգամ։ Ում հետ։ Կաթողիկոսի։ Գիտեք ինչ, դեռ 21 թվականից եւ ես տվել եմ այս հարցի շուրջ հարցազրույց։ Հարցազրույցը վերնագրված էր այսպես եւ այսօր էլ ես հաստատում եմ դա, որ այդ հարցի շուրջ թվում է թե ինքը դասագրքային հարց է միայն, բայց չէ, իր մեջ կա այսօր արդեն վստահաբար կարող ենք ասել, որ կանխորոշված դիրքորոշում կար, վերնագրված է հարցազրույցը, կարող եք նայել, եկեղեցին ասած կամ ամեն ինչ, կամ ոչինչ։ Խոսքը վերաբերում էր հայ եկեղեցու պատմության։ Չէ, դա ես եմ ձևակերպում որպես ամփոփում մեր զրույցների, մեր 2-3 Բայց ձեր զրույցները ինչ կապ ուներ իմ տված հարցի հետ։ Եկեղեցու մասով եմ ես ասում։ Տեսեք։ Ինչ հարցի վերաբերում։ Հայ եկեղեցու պատմության, ուրեմն գիտեք ինչ, ես չեմ զլանա կպատմեմ այդ պատմությունը, այդ ոչ թե պատմությունը ժամանակագրական առումով ինչ էր տեղի ունենում, շատ լավ։ Պատասխանելու հարց է փաստորեն, հա։ Դա ոտքի վրա չի, դա այն հարցն է, որով ես ապրել եմ, որին ես տրվել եմ շատ տևական ժամանակ, որը իմ կյանքի կարելի ասել գործունեության մի կարևոր բաղկացուցիչ մասն է, որտեղ ես շատ մեծ էներգիա եմ ներդրել եւ դա ինձ որ ասում եմ գիշերն եք հնից զարթնացնեք ցանկացած բառի ասեք ինչը ոնց է ես անգիր Այսինքն դուք ել եք կարծում որ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում պետք է ներողություն դուք եք ստեյության էլի պատասխանեք հարցերին ներողություն արձագանքել նայեք ձեր հարցադրումը ասում եք դա ոտքի վրայի հարց է թե չէ այսինքն ես հասկացա ձեր ակնարկը դուք ուզում եք ասեք այն հարցին դուք ասում եք ոտքի վրա իսկ այս հարցը այսպես ասած այսպես երկար բացատրում եք էլի ոտքի վրա այս է ձեր ակնարկը ես մաթեմատիկոս որպես արագ ընկալում եմ ձեր բոլոր ակնարկները մաթեմատիկական բարդ խնդիր չէ շատ բարդ հայ ամբողջ հարցը նա է որ դա շատ բարդ խնդիր է շեղվում ենք այն հարցը որի մասին ես երկար խոսում եմ դա եղել է իմ պատասխանատվության տիրույթը Ես դրա այդ ոլորտի պատասխանատուն եմ եղել, դրա համար ես այո ես պատասխանում եմ։ Հիմա ասեք, ձեր կարծիքով պիտի կարողին երկրորդ հեռանա, թե չէ։ Որի պատասխանատուն չեմ ես։ Այդ հարցի վերաբերյալ, որտեղ դուք ձեզ հետաքրքրում է հիմա, որ ես ասում եմ ոտքի վրա, այդտեղ ես որոշում կայացնող չեմ։ Էական տարբերություն կա, հարգելի լրագրող։ Տալիս վարչապետին Որ հարցերի վերաբերյալ ինչ որ եք համակարգում խորհուրդ տալիս Դրդության վերաբերող հարցը։ Եվ նաև այնուամենայնիվ դուք ել եք կարծում, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Նիկոլ Փաշինյանը օրինակ հոգևոր հավաքին կմասնակցեք նրա այդ բավարարված չեք եղած լրահոսով։ Ես ձեր տեսակետն եմ հարցնում։ Իմ տեսակետը ես ձեզ կասեմ առանձնազրույցը։ Շատ լավ։ Ես կարծում եմ ցանկացած հարց, կոռեկտ ձևակերպված հարց,
արժանի է պատասխան։ Հիմա սա ինչն է Չէ, ոչ ձեզ չի կորեկտ։ վերաբերում, իսեր ասում, ձեզ չէ իմ ակնարկը, հարցը այն հարցն է, որը տրվում է այսօր իշխանություններին, եթե տրվում է հարց, եթե կորեկտ ձևակերպված հարց է, իշխանությունը պիտի պատասխանի։ Եթե եկեղեցուն կամ կաթողիկոսին կամ մեկ այլ հոգևորականի տրվում է կորեկտ ձևակերպված հարց, այդ հարցը իր արժանի է ստանալ սպառիչ պատասխան։ Սա կլինի, սա որպես սկզբունք։